Ուղղակի գողանան ձեզանից այդ բիզնեսը եւ կային մարդիկ, ովքեր կարողանան խնդիրներ լուծել բոլոր այլ ճանապարհներով, ծանոթով, բարեկամով, կռիչով, փողով։ Ուրեմն ես ասեմ մի կարևոր մի բան, որ այո հնարավոր է։ Բայց ինչն է կարևորը, Պետրոս, որ մեր եւ այն մարդկանց, որ դուք նշում եք տարբերությունը կայանում է նրանում, որ կարող է կայանալ նրանում, որ օրինակ մենք մեր փուլում սկսեցինք գործունեությունը այդ մարքեթինգային խիստ շեշտադրումը գործունեություն, այսինքն ամենը սկսվեց մեր ընդունված այդ brand book ասվածը, այսինքն ապրանքանիշի բոլոր ընդունված նորմաները, որոնք որ պետք է սահմանված լինի, եւ մեր դեպքում դա չի լինելու ուղղակի սարքավորում, որը ուղղակի այսպես ամրացվածը մարդիկ գալիս են գումարը նետում են եւ նայում են։ Սա ծառայություն է մատուցվելու, հիմա չենք ուզում այսպես ամբողջական փաթեթ ներկայացնել, բայց այն նպատակաուղված է լինելու սպառողի հենց բավարարման, որ նպատակաուղված է լինելու դեպի սպառողը, հիմքում դրված է լինելու բարոյվածությունը եւ լուրջ ազգային բրենդ ստեղծելու գաղափարն էստեղ։ Մենք ուզում ենք Zoom-ը բրենդ դարձնել։ Այո, մենք չենք ուզում ուղղակի սարքավորում տեղադրել, այստեղ գիտեք խնդիրն ինչի մեջ է։ Մեր համոզմունքը եւ այս տարիների կուտակած մասնագիտական փորձը գալիս նրանում, որ եթե գործարարը իր սկզբնական փուլում նպատակը դնում է եկամտաբերության դաշտ դուրս գալը, այս ծրագիրը ձախողված է։ Խնդիրը պետք է այդ չեմ վախենա այդ բառը ասել նաեւ կուրորեն այդ հավատը, որ հավատում ենք մենք, որ այդ ծրագիրը կիրականանա, փորձի հիման վրա, որ մենք հավատում ենք, որ այո, նա եթե իրականանա, ինքը այո կդառնա բրենդ, եւ այո, այս գաղափարը, այս ծրագիրը կկարողանա տալ Հայաստանին իր փոքր հատվածով այն օգուտները, որի մասին մենք քիչ առաջ խոսեցինք։ Այո, ուզում եի նշել, որ մենք չենք ուզում լինի պասիվ վիճակում, այլ ակտիվ գործիք ենք ուզում ստեղծել, ակտիվ։ Սիրելիներ, մենք զրուցում ենք երիտասարդ ապակա գործարանների, որոնք կուրորեն հավատում են, որ իրենք կարողանան մեր երկրի բյուրոկրատական խոչընդոտները եւ կոռուպցիոն խոչընդոտները հաղթահարել եւ սեփական բիզնեսը ստեղծել, ընդ որում բիզնես ոչ թե միանգամից տասնապատիկ գեշայից ստանալու առումով, այլև բրենդ ստեղծելու, այսինքն կրեատիվ են փորձում մոտենալ իրենց գործունեությունը։ Թե ինչ ցույց կտա պատմությունը, սիրելիներ, մենք կփորձենք էլի հետևել, որովհետեւ մի օրինակը ճիշտ է հատկանշական չի ողջ բիզնես դաշտի համար, բայց նաև շատ խոսուն է ողջ բիզնես դաշտի համար, մանավանդ որ մեր երկրում երիտասարդ գործարաններին աջակցելը կարծես թե հռչակվել է առաջնահերթություն։ Շնորհակալություն, խնդրում։ Եվ կուզենայինք վերջում ավելացնել այն, որ մենք փորձում ենք մեր կուտակած գիտելիքները եւ ունակությունները ներդնել Հայաստանում։ Մենք չենք ուզում այն հանել Հայաստանից դուրս։ Եւ Եթե եկե շատ չտիպեն, որ դուք դա հանեք Հայաստանից։ Այո, եւ ուզում ենք ասել, որ մենք մնում ենք Հայաստանում։ Դեռ մնում են Հայաստանում։ Սերիոսատվել մենք հանդիպենք վաղ տեսություն։ Պատասխանելով ձեր հարցին եւ մի փոքր շարունակելով Կարենի ասվածը, միտքը այն է, որ մենք տարբեր պատմություններ ենք լսել Հայաստանում գործող բիզնես ունեցող մարդկանցից, ովքեր որ հաջողության են հասել, մարդիկ եղել են, որ հաջողության չեն կարողացել հասնել ինչ-ինչ պատճառներով։ Չգիտեմ, հոգնել են, ճանապարհից հետ են դարձել, խոչընդոտներ են առաջացել, շատ ենք լսել նման պատմություններ, որոնք մեզ համար շատ կարևոր են եղել, որ մենք էլ մեր Այսինքն վախ կա։ Բացարձակ վախի մասին չի խոսքը գնում։ Խոսքը նրա մասին, որ մենք կպատասխանենք հստակ, երբ